Մի անգամից ասենք ասուլիսի, այդ ինչ ասուլիս է։ Խաղաղությունը կերտվում է ապագայում։ Ընդդիմությունը մի քիչ հեռու է, բայց տեղում է։ Հիսուսի բերյուցի տղային էիք վաճառել։ Հունիսի 7-ին ընտրություններ են։ Հագվելու է նաև Սևանի ամառանոցը։ Ասֆալտը անելու եկեք միշտ գլխում պահենք, որ զմրանը ձյուն է գալիս։ Ստիպված են լինում հետագայում քանդել նաև այդ ավտոտնակները։ Բարև ձեզ, ARM Comedy-ն է եթերում, շատ շուտով արդեն YouTube-ի մոնետիզացվող եթերում, բայց դրան կհասնենք եւ դուք հավաքել եք 2000 լայք ու ես հիմա ցույց եմ տալիս իմ քիթը ուղիղ անկյան տակ։ Միստր Պինոկիո, ես ինչքան ես խափել փոքր ժամանակ։ Քո բարեր ինձ չեն խոցում։ Հետո Սիլվեստր Ստալոնեն է սենցոտ մի հատ քիթ ունի։ Ասում էր- Հայու քիթ։ Դու ասում ես հայ յուքիդ, ինչ Սիլվեստր Ստալոնն Դե է։ ոնց էլի դրա տատը մեկը հայ կլինի, նենց որ բարեկամներ, եթե չեք ուզում ուրիշ մասեր ցույց տանք, անկեղծ ասած սպառվում են, միացեք Patreon-ին եւ 2000 լայք ուղակի դրեք այս հաղորդման տակ, առանց ինչ-որ նախապայմանի։ Իսկ մինչ դուք դա անեք, GTB Steel-ը մեր գլխավոր գործընկերը շարունակում է ձուլել արմատուրաներ գերմանական տեխնոլոգիաներով։ Այո, արմատուրաների տատը կարելի է ասել գերմանացի է, իսկ արտադրվում է ստեղ եւ շատ արագ հասնում է ձեր շինարարական հրապարակ։ Նարեկ, նկատել եք, որ Վալենտինն է մոտենում։ Նկատել էի ու նույնիսկ նվերի տարբերակներ եմ առանձնացրել։ Դե կիսվիր գետ մեկ օրինակով որ տեսնենք։ Նայեք, շատ պարզ, հեշտ, ռոմանտիկ տարբերակ եմ առաջարկում, գնացեք ներկայացում դիտելու, սերը վերջին հարկում, սենյակ 13, բլոկադա, ընտանիք քաստինգով։ Ասեցի մեկ տարբերակ, ոչ թե հավանական բոլոր տարբերակները, բայց լավ, հələ մանրամասներ ասա, ոնց ձեռք բերենք։ Ticket system app-ը հեռախոսով բացում եք, ընտրում եք ու գնում եք 2 ժամով կտրվում եք ու մենակ ներկայացումներ չէ, համերգներ, կրկես, կինո, մի խոսքով ամեն ինչ։ Ստացվում է բոլոր տոմսերը մեկ հարթակում։ Եվ այսպես երկնեց երկինք, երկնեց երկիր, երկնեց եւ Թրամփը Իրանի եւ ընդեղեգան փող մի հատ սամալյոտ եկավ United States of America գրությամբ։ Սամալյոտի միջից էլ մի շատ սպասված միջին խարտաշության պատանեկի գելանել։ Այս մեկը չէ, այսով իրան դուրս գցեց սամալյոտից։ Էս Էվենն էր իր տղեն, որը անհամբեր սպասում էր Հայաստան տեսնել ու մի քիչ այդպես սնդիկ, այլ սնդիկ։ Այստեղ նույնիսկ Ալենն ու Ավինյանը խառնվեցին։ Ենկոմ գնաց։ Շտապ այդ քյորփուն հավաքեք, քանի չեն վերցել տարել Գառնի Գեղարդ խաշ ուտելու։ Մանումենտ։ Վերջ բոլոր վենսերը տեղում են, հանգիստի չան, առանց ՉՊ-ների ու մի անգամից ասենք ասուլիսի։ Այդ ինչ ասուլիս էր։ Ասուլիսը որն է ԿՊ նախընտրական միջոցառում էր։ Նախ Վենսը սերա որ խոստովանում էր Հայաստանին։ Նախագահ Տրամփը ուղարկում է անձամբ ձեզ եւ նաեւ Հայաստանի ժողովրդին իր անձնական բարևները։ Նախագահ Տրամփը եւ վարչապետ Փաշինյանը իրար հետ շատ մեծ բանի են հասել։ Խաղաղությունը չի կերտվում զգուշ մարդկանց կողմից, խաղաղությունը անցյալում չի կերտվում, խաղաղությունը կերտվում է ապագայում։ Okay, բարևները Փաշինյանին, բայց կենտրոնանք Հայաստանի վրա։ Բայց Վենսը Նիկոլին բաց չէր թողնում։ Այսօր մենք ուզում ենք հայտարարել այնպիսի բաներ, որոնք որ առանց ձեր առաջատարության, առանց ձեր հանձնառությունների հնարավոր չէր լինի, ինչպես նաև առանց մեր երկրի նախագահի առաջատարության։ Ուզում ասի, եթե Քոչարյանը կամ Սերժը լինեին ղեկավար, sense բան չէր կարա լինի, հա։ Ոնց որ դա հա ուզում ասի, ու ոչ մի խոսք ներքին խնդիրների, տիրադավների, քաղբանտարկյալների մասին։ Լավ, բա ինչ եք մեզ բերել, Քերվենս։ ԱՄՆ-ն հպարտորեն մի շարք արտոնագրեր հաստատեց Nvidia ընկերության համար, դա ինչ է նշանակում, նոր շուկաներ, նոր աշխատանք, ինչպես ամերիկյան աշխատուժի եւ ընկերությունների համար, այլ նաեւ Հայաստանի։ Սա չիպեր են, որ աշխարհի երկրների մեծ
մասում չկան, գոյություն չունեն, չեն էլ կարող լինել։ Nvidia-ի չիպեր, որը գիտեինք, նաև ատոմային մոդուլի հետ կապված հաստատում եղավ, ուրիշ։ Պոսից նվերները վայել եմ, մի հատ Արայիկ Հարությունյանի երջանիկ դեմքը վայելենք, վերջ անգամ սենց 18 տվին էր երջանիկ։ Ամերիկյան տեխնոլոգիաները գալու են այս երկիր, կրկնում եմ, սա այն դեպքն է, որ շատ մեր երկիրը շատ քիչ դեպքերում է վստահ զգում, այնքան վստահ, որպեսզի կոնկրետ տեխնոլոգիաներ արտահանի այլ երկիրի։ Դե վերջ կարելի ասել Հարությունյանի երջանիկ դեմքը տեսանք, չիպերն ու մոդուլը ստացանք, էլ ինչ կարելի է սպասել։ Կմտածեք դուք, բայց չէ, JD նաև չնախատեսված նվերերը բերել, потому что JD он такой вот։ Պարոն վարչապետը նշեց, որ այն նոր դրոն տեխնոլոգիա ենք վաճառելու Հայաստանին։ Նախագահ Թրամփը շատ լավ գիտի, որ լավագույն ձևը ապահովելու խաղաղություն, որ դրա որպեսզի լավագույն տեխնոլոգիաները ռազմական աշխարհի տարածվի եւ տեղադրվի։ Դրոններ։ Դու գիտեիր։ Չէ, մեզ պետք է ատոմային տեխնոլոգիաներ տար, իսկ այն ռազմական բաները մենակ Բաքվում պետք է ինչ-որ բան ստորագրեին։ Ոչմ ինչ JD, մի ամբողջ Jedi, իսկ է դրոններից հետը բերել, հա։ Հայաստանի վարչապետին եւ ԱՄՆ փոխնախագահին են ներկայացվել Հայաստանի կողմից ԱՄՆ-ից ձեռք բերված V-Bet տեսակի անօթաչի թռչող սարքի հնարավորությունները։ V-Bet դրոններ։ Իսկ թվում էր դրա գովազդը Հայաստանում արգելված է։ Այդ քո իմացած V-Bet-ը չի։ Ու սա դեռ ամենը չի։ Վենսը ընդդիմության ինադու Փաշինյանին աջակցություն հայտնեց ընտրություններին ընթառաջ։ Գիտենք այստեղ ընտրություններն են օրակարգում շուտով սա մի անձնավորություն է, որ ի վիճակի է երկարատև համագործակցություն կառուցել։ Ուր աջակցությունը։ Թարգմանիչը ցավոք մի փոքր ընդդիմադիր էր եւ կուլ տվեց մի ամբողջ Ամերիկայի աջակցություն, բայց անգլերեն թարգմանության մեջ կա։ I think the question is really how do we get the peace deal into a good next phase? How do we keep the prime minister in a good place where he can start to focus on the future? I know he has an election coming up. I won't talk about that, but to the extent my endorsement means anything, he certainly has it. He just gave the endorsement. Սա արդյոք ներքին քաղաքականության մեջ հիբրիդայնաբար խառնվել չի։ Արա, դե կային Վահագն Խաչատուրյանին փախցնեին, կային, չգիտեմ, Այս ոբշն նոր աշխարհակարգում լրիվ օքեա։ Այ եթե իհարկե Պուտինը ասեր, «Я Էդմոնը Մարուկյանը խոսքի поддерживаю», էդի կարար լեն խնդիր։ Էդի շատ հիբրիդային է։ Բայց լրիվ օքեա, այնպես որ եկեք մաքսիմումը քաղենք ու հաճիկ ստանանք YouTube-ի մոնետիզացիայից, ինչ կա։ Դե լավ, այդքան պատժերշկա ու չեր անել Նիկոլին, կմտածեք դուք։ Երկար սպասված լուր։ Հայաստանում վերջապես կսկսի աշխատել YouTube-ի դրամայնացումը, մոնետիզացիան։ Վերջապես։ Օրոջոգում եք դրոնը, YouTube-ի մոնետիզացիան։ Իդեպ ոնց որ հենց ժամանակն է սկսել ձեր YouTube հաղորդումները նկարել, եկեք Spin IDS Agency սաղ կա։ Բայց իսի ավելի լավ է, քան այդ դեկտեմբերի 31-ի տուֆտան օր տարին։ Մի հատ ընդդիմադիր գործիչ չկա, մաքսիմալ օբյեկտիվ, որ կկարողանա բոլոր նվերները միտեղ հավաքել ու նենց որ հակաամերիկյան լինի, որ տենց վստահենք։ ԱՄՆ փոխնախագահ Վենսը խոստացել է ոչ միայն խաղաղություն ապահովել, այլ նաև հիմնել Հայաստանում չիպերի արտադրություն, կառուցել ատոմական 9 միլիարդ դոլար ընդհանուր արժողությամբ, վաճառել Հայաստանին 11 միլիոն դոլարի հետախուզական դրոներ եւ զարգացնել տարածաշրջանային ենթակառուցվածքը թրիփի միջոցով։ Խզմալյանը ոնց որ Եվրոպայից վերադառնում է հին ու բարի Վենսի այցով մենք փրկված ենք։ Երբ պաստոնը դրոնները վաճառում էին, տենց քան նվեր։ Լավ, չէ, էլի լավ է, վերադառնանք, բայց ընդդիմությունը ինչ ասում, մյուս ընդդիմությունը։ Բարև ձեզ։ Բարև ձեզ։ Ճամիչով բուլկի ունեք։ Այո։ Ինչքան է։ 150 դրամ։ Հա։ Այս փոքր կրպակը այլևս չի վճարելու հարկ։ Նարս քիչ է, չամիչով բուլկին իհարկե լավ է, բայց այն մարդը դրոն է բերել, ինչ որ ավելի լուրջ բաներ պետք է հակադրել, խոստումներ։ Չէ, բայց այդ պասի, նախ այդ ատոմային էներգիայից փոքր բիզնեսն էլ է օգտվելու, փոքր բիզնեսն էլ է կարևոր։ Այս հացի փուռը չի տալու հարկեր, որպեսզի հնարավորություն ունենա ավելացնել աշխատատեղերը, մեծանալ, Մեծանա, դառնա մեծ բիզնես
ու սկսի հարկեր տալ։ Վերջ օղակը փակվեց JD Vance-ը եւ Medvedev-ը իդեալական փոխ լրացնում են միմյան, պետք է ուղղակի կպցնել երկու ծրագրերը միմյանց։ Դա այդ JD Vance-ին էլի, ախր կարելի էր քաղբանտարկելների մասին հարցնել, կարելի էր տիրադավների մասին, կարելի էր վերջի վերջում գերիների մասին հարցնել։ Armen Press-ը մեկ այնտեղ որ նստած եք ու հարցը Նիկոլին եք տալիս, JD Vance-ն էր ձեր դեմը, Նիկոլին 5 շաբթի էլի կտենայիք։ Լավ, ընդդիմությունը ոնց դիմավորեց Vance-ին։ Ընդդիմությունը մի քիչ հեռու է, բայց տեղում է մի հատ էլ նամակ հաջողացրեցին Բագրատ Սրբազանին հասցնել JD Vance-ին մինչև այցը։ Բայց կարող է JD Vance-ը եկեղեցու բարենորոգման կողմնակիցներից, Հա։ որովհետև ոչ մի խոսք տիրադավների մասին։ Գոնե Վարդան Ղուկասյանից մի բան ասեր։ Իսկ այդ ընթացքում Վարդան Ղուկասյանը Ես այստեղ դատարանի առջև ասել էի, որ ես տեսնում եմ, որ Հայաստանի Հանրապետությունը պետք է դաշինք կնքի ռուս-բելորուս միության հետ։ Հա, դե Vance-ը չի սիրի տենց բաներ, Ղուկասյան։ Բայց այդ գործը ոնց որ թե փակվեց։ Այդ փակվեց մի քանի հատ ուրիշ գործ կողքից բացվեց, ավելի քիչ գեոպոլիտիկ։ Այդ տարածքը որ վերցրել են, ես այն ժամանակ 12 թվականը վաճառել էի Արամ Խաչատուրյանին, Հիսուսի Բեյրութի տղային էի վաճառել։ Ընդամենը Հիսուսի բերություն ինչ որ բան է վաճառել։ Մի փորձեք հասկանալ էս ինչա, ուղղակի իմացեք, որ Ղուկասյանի ցանկացած որոշման մեջ ինչ որ աստվածային բան կա։ Ես ոչ էլ փորձում եմ։ Ղուկասյանը նաև մի փոքր գրական առաջարկ արեց իշխանությանը։ Այն այլասերված գիրկը, որ պորնո է ներողություն հազար անգամ կինոներով որ ցույց են տալիս, դա պետք է ինքը հավաքի իր գիրկը, այդպես բան է, գիտեք, թերված է խոսքերը։ Այդ գիրկերը պետք է հավաքեն, վերին հրաբարակը, ուրեմն այլ է ինքը, պետք է ցունկ իշտի հոգևորականների ազատի։ Մարդու ուզածը ընդամենն է, որ բոլոր պորնոները հավաքեն ու վառեն։ Բա ինտերնետի պորնոն, որտեվ պորնոն ինքը հիմնականում հիմա էլ գրքերի վրա չի։ Download անել ինտերնետից ֆլոպիների վրա ու վառել։ Ղուկասյան գաստուր։ Եվ մի բաներություն եմ ասել, Անդրանիկ զորավարը, քաջոր Անդրանիկը ուխտ է արել ազգի համար, թե մասիսին բան պատային, ազգովի տարնանք, ֆիդայի, վերնի մասու դրոջան։ Ինչ է տոնով բան, ոչ մի մարդուց ոչ վախենում եմ, ոչ քաշվում եմ, ես մենակ բաղկալ աստուց եմ վախենում։ Ես ուշադիր լսում եմ բոլորին։ Նստեք Մեղադրյան։ Նստում եմ։ Նստեք։ Այո։ Դատանի հետ նման տոնով այլևս։ Դու էլ ինչ է չխոսես իրավունք չունես, ես եկա բան եմ արես ազգի համար։ Ոնց չի դատավորը հարգում ազգի համար այսքան բան արած մարդուն։ Գրքերը մի քիչ թեժացան, ինչը լավ չի, որտեվ Ղուկասյանը առողջական խնդիրներ էլ ունի։ Բայց Ղուկասյանի թասիբը ավելի ուժեղ է, քան սեփական առողջության համար տարական հոգատարությունը։ Դատարան, ես հիմա միջնորդում եմ, դատարանի դահլիճում է գտնվում բժիշկ։ Լավ, ասում եմ, ես ելի վար, Հիմա պետք չի Բրավո Վարդան, վերջ, վստահ եք, որ Աստված Ղուկասյանին մենակ չի թողնի, իսկ եթե թողնի, ուրեմն երբեք առանձնապես չել սիրել իրան։ Վերադառնանք JD Vance-ին եւ այսպես ԱՄՆ փոխնախագահի այցը շատ էր ոգևորել էկոնոմիկայի նախարար Պապոյանին։ $1 միլիարդ ըստ էության հողի վրա ներդրումային ծրագրեր կան, որոնք որ շատ շոշափել են, մի մասը նույնիսկ ընթացքի մեջ են։ Սա աննախադեպ է Հայաստանի պատմության մեջ։ Նոր ներդրումային հնարավորություններ հնարավոր են, իհարկե, ցանկալի են շատ, կուզենք տեսնել։ Կուզենք տեսնել։ Ինձ թվում է կուզենք տեսնել։ Իսկ պրավալ չենք տա։ Այդ մեկ այդքան վստահ չեմ, բայց արի խմենք դրա կենացը, որպեսզի համ պրավալ չտան։ Այո, խմենք, որ մեր ցանկությունները միշտ համընկնեն JD Vance-ի հնարավորությունների հետ։ Գեղեցիկ խոսքեր Սերգեյ։ Այո։ Իսկ դուք մնացեք մեզ, դրան շուտ ասես։ մի րոպե, Ամերիկան 25% մաքսատուրք է սահմանել Իրանի հետ առևտուր անողների վրա։ Այս հարցը ոնց են լուծելու։ Իրենց մրցունակությունը կորցնեն նման իրավիճակում, բայց նախ մենք ես գոնե մամուլից եմ դրա մասին տեղեկացել, այսինքն էկոնոմիկայի նախարարությունը պաշտոնական որևէ նամակ կամ հաղորդագրություն նոտա չի ստացել։ Նամակ։ Ինչ նամակ։ Պաշտոնապես Ամերիկան հայտարարել է դա։ Դե նայ, քանի Տրամպը պաշտոնապես հենց անձամբ Պապոյանին նամակ չի ուղարկել, որ թանկացնում է սանկցիաները մտցնում։ Մենք ձև կտանք, որ չենք լսել այս բառը։ Այո, լուրջ դեմքով կշարունակենք 10%-ը մենակալ։ Մնացեք մեզ հետ, երկրորդ մասում սահմանադրություն, ընտրությունների օրը արդեն գիտենք, սաղ մոտենում է, պլյուս ասֆալտ։ Ասֆալտը ոնց որ թե շատ հին է մնացել։
Եվ այսպես մեր ամերիկահայ ընկերներից մեկը ունի լավ լուր 2 հոգու համար, որոնցից մեկը կարող եք լինել դուք։ Թույն աշխատանքա տնից, հեռախոսով, լավ անգլերեն տժժցնող մարդկանց համար։ Լուրջ ընկերությունա, որի հաճախորդներից են Ցուկերբերգենք, Բեզոսենք եւ լիքը այլ բերգեր ու զոսներ։ 2 հոգու տեղան հենց որ apply now, just send your CV to this address։ Լավ լուր արևից փող կամելու կայֆը հասկացողների համար գնեք արևային կայան մինչև մայիսի 1-ը։ Դա ոնց որ տենց լուր չի։ Ավելի լավ բան է, սա խորհուրդ է։ Մայիսի 1-ից հետո ըստ օրենքի նախագծի արևային կայանի վերջնահաշվարկը լինելու է ամենամիս։ Իդեպ այդ ապառիկը 0% տոկոսադրույքով է։ Այսա լուր է, լավ լուր է։ Հունիսի 7-ին ընտրություններ են եւ JD Vance-ի այցին ընթരാճ ԿՊ-ի ախորժակը առընտրություններ էլ ավելի բացվեց։ Հա, ԿՊ-ն, որը պրինցիպի ուղղակի ուզում էր հաղթեր ընտրություններում, մի տեսակ sense ախորժակը բացվեց, մի հատ նայեց այդ իր առաջ դրածած մի ափսե մակարոնին, ու ասեց արա սրա մեջ կարանք մի քիչ բոլոնեզ ավելացնենք, սխտոր sense մանր ճորկենք, 3 տեսակի sense պղպեղներ անենք ու լիքը պարմեզան ճորկենք։ Մենք գնում ենք համանդրական մեծամասնության հետևից։ Հունիսի 7-ին կայանալիք խորհրդարանական ընտրություններում իշխող ԿՊ-ն մտադիր է սահմանադրական մեծամասնություն կազմել, այսինքն 50+-ից էլ շատ ավելի մեծ թվով ձայներ ստանալ։ Բայց նեն զուտ ընդդիմությանը ճնշելու համար թե ավելի լուրջ պատճառ կա։ Շատ ավելի խորքային պատճառ կա, իսկ ընդդիմության առաջ պոնտերը դա տենց ուղղակի հաճելի բոնուս է։ Նոր սահմանադրության ընդունման կամ սահմանադրական փոփոխությունների նախագիծը հանրաքվեի դնելու համար խորհրդարանը պետք է որոշման նախագիծ ընդունի, որի համար անհրաժեշտ է падգամավորների ընդհանուր թվի ձայների առնվազն 2/3-ը։ Այսինքն իշխանությունը չի կարողանա նոր սահմանադրություն ընդունել կամ փոփոխություններ նախաձեռնել, եթե չունենա սահմանադրական մեծամասնություն։ Այսինքն սահմանադրության նոր տեքստ գրող ԿՊ-ին խորհրդարանում սահմանադրական մեծամասնություն ունենալը խիստ անհրաժեշտություն է նաև այս առումով։ Հասարակ всё, այսի տենց լուրջ մոմենտա ըլնող բան է։ Սահմանադրություն փոխելը իհարկե։ Չէ, դե ուղղակի որ 19 թվից անդադ ասում են ու չի նոմ իստվա տեսեն աչափնյակի մետրո մոմենտներից է։ Հա, համարյա։ Այս տարվա մարտ ամսի մասին է խոսքը։ Տեքստը պատրաստ կլինի այս տարի մարտ ամսին։ Ինչը իհարկե չի կարելի ասել աչափնյակի մետրոյի մասին, այնտեղ նոր զարգացում կա, կանադառնանք քիչ։ Բայց տեսնենք ինչպես է պատրաստվում ընդդիմությունը, ինչ անելու, որ ԿՊ-ն չստանա սահմանադրական մեծամասնություն։ Ընդդիմությունը նախ մատնանշում է, որ Նիկոլը իր խոստումները նենգաբար չի կատարել։ Իր խոստված անվտանգությունից ոչինչ չմնաց, ունեցանք 3 պատերազմ։ Հիմա էլ խոսքա տալիս ասում է խաղաղություն է լինելու։ Բան կար որ խոստվեց ու արեց Ժորժ ջան։ Փաշինյանը եկել է մի կարգախոսով, որ բանա չէ, որ ժողովրդին սիրում է։ Հետո պարզվեց որ փողն է սիրում։ Ոչ թե ժողովրդին։ Եթե ժողովրդին սիրեր, թոշակառուների վիճակը այսպեսինը չէր լինի։ Ընդհանուր առմամբ երևի հա, տենց տեսական քաղաքագիտության մեջ, բայց ախր իշխանությունը իդեալական ձևը գտել է խոստում չկատարելու։ Կամ ասում է իրավիճակը փոխվել, կամ ասում է կոնկրետ տենց բան չենք խոստացել։ Հա, ու արդյունքում կարողանում է տենց լրիվ լուրջ դեմքով ասել, դե որ մեր ամենագլխավոր խոստումը Եվ պարզ ճակատով մենք գնալու ենք ու ասելու ենք, որ այն ամենակարևոր խոստումը, որը ձեզ տվել էինք, այն խաղաղություն բերելու խոստումը, մենք այսօր ձեզ հողի վրա բերել ենք խաղաղություն։ Դենց որ սա քվանշելու համար ընդդիմությունը պետք է նոր խոստումներ տա, ավելի ոնց որ ժողովրդի ծոցից խոստումներ։ Ծոցագույն նենց խոստումներ, որ նույնիսկ Նիկոլեն ամենաէյֆորիկ վախտեր չէր մտածում խոստանա։ Մեր ծրագրով մենք գալու ենք եւ առաջի 2 տարին 27 եւ 28 թվերին գույքահարկը 25%-ով էժանացնելու ենք։ Հիշում եք 4 տարի 25% բարձրացեցին, 100%-ով գույքահարկը բարձրացավ, որը վերաբերում է մեզանից յուրաքանչյուրին։ Լավ է, բայց ժողովուրդը դա չի ուզում։ Ավելի շուտ ժողովուրդը մենակ դա չի, որ ուզում է։ Ժողովուրդը ուզում է, որ ոչ միայն իր հետ ինչ-որ լավ բաներ պատահեն, նաև ժողովուրդը ուզում է, որ իշխանության հետ ինչ-որ վատ բաներ պատահեն։ Ինչ վատ բան է կանելու իշխանության, եթե գաք իշխանության։ Ես անձամբ խոստանում եմ եւ ծրագրում գրելու ենք, որ Հրազդանի Զորինկից կառավարական դաչայում ոչ մի նախագահ, ոչ մի պաշտպանության նախարար, ոչ մի Ալեն Սիմոնյան
ոչ մի վարչապետ չի ապրելու։ Այդ դաչաները փակվելու են եւ տրվելու է մեր զինվորների վերականգնմանը զինվորի տոն ծրագիրը։ Փակվելու է նաեւ Սևանի ամառանոցը, որը դառնալու է սոցիալական անապահով մարդկանց երեխաների համար կարևոր մի տեղ։ Too much. Մի փորձեք հաղթել Նիկոլին պոպուլիստական խոստումներով։ Փորձեք ուղակի հաղթել։ Հա, պետք է ուղղակի սրտացավ, լավ, բարի հայ մարդիկ միավորվեն ու ինչ-որ մի ծրագիր առաջարկեն։ Հատուկ քո համար ստեղծում է համահայկական հասարակական դաշինք։ Մեր նպատակն է եւ առաջի քայլերը բավական հաջող արվում են։ Բարեբախտաբար միաբանել ազգային շահի շուրջ, պետական շահի շուրջ եւ բոլոր այն առողջ ուժերը, մտավորականներ, երիտասարդներ, հայ կանայք, տարբեր ոլորտների ներկայացուցիչներ, որոնք տալու բան ունեն իրենց պետությանը, իրենց երկրին, կարողանան համախմբվել եւ արդյունք տալ։ Այ հա, ոնց որ թե շատ խոստումնալից նախաձեռնությունը քվեաթերթիկը որ համարն է։ Նույնիսկ չգիտեմ ոնց կասեմ։ Եվ 2026 թվականը ընտրական տարի է, դաշինքի ստեղծումը կապ չունի ընտրական գործընթացների հետ, այն քաղաքական պայքար չի մտնելու, վստահեցնում են դաշինքի անդամները։ Բայց ինչ են համախմբվում։ Դե որ ավելի համախմբված ոչ ման չանեն։ Okay, նայեք, այնտեղ JD-ն Նիկոլ ասատարում, ընդդիմությունը պարակտված է, մի հատ լավ լուր չկա, որ տանկ ընդդիմությանը օգտագործի։ Կա ընդդիմության սրտով լավ լուր։ Հայաստանի կոռուպցիայի ընկալման համաթվի 25 թվականի արժեքները նախորդ տարվա համեմատ նվազել են 1 միավորով, իջնելով 46 միավոր։ Այդ մասին հայտնում է Transparency International հակակոռուպցիոն կենտրոնը։ 25-ին 182 երկիր ներառող ԿԸՀ դասակարգման ուղղությամբ Հայաստանը Քուվեյթի, Մոնտենեգրոյի, Նամիբիայի եւ Սենեգալի հետ կիսում է 65-ից 69-րդ տեղերը։ Որպես զրոն էտի հորի կոռումպացվածն է, 100-ը էտի նույն շվեյցարյան։ Մոտավորապես հա։ Հա, հաշվի առնելով ինչքան ստավկա են դնում կոռուպցիայի դեմ պայքարի վրա, մի քիչ սյուռ է որ նվազել է, բայց ես իմ ինչ չի նվազել։ Ես գիտեի որ դու դա կասես, դրա համար մի փոքր ավելի շատ բարդացնեմ վիճակը Հայաստանի համար։ Հայաստանը Վրաստանից հետո երկրորդ տեղում է տարածաշրջանի երկրների շրջանում։ Երկրորդ։ Արա Վրաստանը ավելի քիչ կոռումպացված է։ Շատ անհարմար վիճակ է, բայց քանի որ սա կոռուպցիայի ընկալման համաթիվն է, այստեղ մի հատ լավ լուծում կա։ Ապա Ժողովուրդ ջան, ուղղակի մի փոքր ավելի քիչ կոռումպացված ընկալեք Հայաստանը, կոռուպցիայի խնդիրը ձեր գլխներում է։ Ինչ էլ լինի, մենք մեզ կոռումպացված չենք ընկալելու։ Всё։ Լավ, հիմա գնանք մի ոլորտ, որը դες ոչ այդքան դες գլխներում է, այլ բառացիորեն sense ոտի վրա է։ Ասֆալտը, ԿՊԱ-ականների հպարտությունն ու բերկրանքը ոնց որ դες արագ վարի է գնում։ Ձյունառատ ձմռանը ցանվող աղն ու ավազն են պատճառը, որ մայրաքաղաքում քարուքանդ են եղել ճանապարհները, վստահեցնում է Ավինյանը։ Այս տարի մեծ ծավալի աղ ենք օգտագործել, նաև դա բերել է իր խնդիրները ճանապարհների հետ կապված եւ մենք ունենք մեծ ծավալի փոսալցման աշխատանքներ։ Դարձե ասֆալտը անելուց եկեք միշտ գլխում պահենք, որ ձմռանը ձյուն է գալիս, ձմերը ինքը ձյուն է բերում, մոտս արդեն դեժավյու է սա գրկնես, բայց հաստատ բան եմ ասում, կարակ ChatGPT-ով ստուգեք ես փաստը։ Հա, ձմռանը ասֆալտը մի քիչ աղ ու բիբարով բաստուրմա է արվում, բայց դրանից չպետք է քայքայվի այդքան։ Հա, ոնց հաստատում են, որ ինչ որտեղ այդ նույն ասֆալտը չի քանդվում, իսկ ինչ որ ուրիշ տեղ, օրինակ Գյուլբեկյան փողոցը, Վաղարշյան փողոցը, որ փակել եք 2 ամիս, սարքում եք, այդտեղ անցնել չէր ելնում, մեկը նա թեթև ձուն եկավ, всё։ Համաձայն չեն մարդիկ քաղաքապետի հետ աղն ու ավազը, ինչու են միայն Երևանի ճանապարհները քանդում։ Այդ նույն աղ ու ավազից նաև մարզերի ու միջպետական ճանապարհներին են ցանել, ինչու փոսեր չեն առաջացել։ Կործանարար փոսերի միակ պատճառը անորակ ասֆալտն է, պնդում են վարորդները։ Բա ուրիշ ճանապարհը խիտ չի։ Չի ցա անորակ ասֆալտ են անում, դրա համար էլ այդպես է։ Ինչի՞ չի կարելի Երևանի փողոցների ասֆալտի պահանջները այնց այդ տենդերում նկարագրել, ոնց որ միջպետական ճանապարհների պահանջներն են նկարագրված, որ սիրելի կապալռնուները այդպես լավ մի տենդեր չանեն, մի հատ հաշվեն, այդ փողով կարան այդպես որակի փողոց արի, նոր մասնակցեն տենդերին։ Արդյունքում սիրելի քաղաքացին, այսինքն մենք
Պետք է էլի օրերով, շաբաթներով սպասենք պրոբկեքի մեջ, քան այդ փոսերը լցնում են։ Ակտիվիստ Չախոյանը մեկ այլ պատճառ է տեսնում, խի ասֆալտը սենց փչանում։ Անորակ է, ասում են մասնագետները, ոչ հաստությունն է նորմերով պահպանված, ոչ խտությունն է ապահոված։ Ասֆալտապատման ամենակարևոր բաղադրիչներից մեկն էլ ձութը, ավելով են քսում։ Բացահայտ կոռուպցիա, որ ասֆալտապատման աշխատանքները իրականացնում են առանց բիտումի, ձթի։ Փոշը զրկում անեն, որից հետո բիտում լցեն, որ հատակը ամբողջովին պիտի սև լինի, այլ ոչ թե ավանդական դառած քաղաքապետարանի համար ավելով են, որ սենց բիտում են անում, այտենց չէ, ամբողջ հատակը պետք է սև լինի, որ ասֆալտը լցելուց ինքը ամբողջովին ամուր կպնի։ Ադե սենց է կանում էլի, որ Վրաստանը կոռուպցիայի կալման համատով մեզնից առաջ է։ Իդեպ Թբիլիսիում էլ է գալիս անձրև, բայց իրենց քաղաքապետը կախակալած է, որը вообще ֆուտբոլիստ է, կարող շատ վատ ասֆալտ վերահսկել, Կարող ասֆալտի դող գազոններ ցաներ։ բայց դա չի արել, ինքը չի ասում, հա դե հիմա լավ ենք աշխատել, դրա համար վատն է ասֆալտը։ Okay, so քաղաքապետը նաև անդրադարձավ Աչափնյակի մետրոյին, պարզվեց, որ այդ հարցում մի քիչ զադերժկա կա։ Չխնդակ, ամեն գործում կարա մի քիչ զադերժկա լինի, okay? Գործավարական խորհրդակցության ժամանակ քաղաքապետ Տիգրան Ավինյանին զեկուցեցին մետրոյի Աչափնյակ կայարանի կառուցման նախապատրաստական աշխատանքների ընթացքի մասին։ Լավ է, որ կառավարության որոշումը պատրաստել եք, բայց ես հանձնարարել եմ, որ պետք է պատրաստ լինի տեղ հսկողության տեղ բնութագիրը, ինչը հասկացա տեղի չի ունեցել։ 2 շաբաթվա ընթացքում լուծել հարցը, ասել է Ավինյանը։ Եթե մարդ ես 2 շաբաթվա ընթացքում չլուծեն, դեպքում գիտես ինչ արդեն։ Ինչ։ 2 շաբաթ էլ կտա։ Կարող է մեկ էլ նկատողություն, լավ, okay։ Մյուս հարցը, որը էլի երևանցիներին շատ հուզում է, դրա մասին է խոսեց Ավինյանը, խոսքը գարաժների մասին է։ Երբ մենք ստանում ենք այդ հայտերը ինքնական շինությունը օրինականացնելու եւ ստիպված մերժում ենք, մենք նաեւ կառավարության 596-ն որոշման համաձայն պարտավոր ենք քանդել այդ շինությունները։ Այսինքն մենք այստեղ երկընտրանք չունենք մեծ։ Բա քանդեք այդ գարաժները, ինչը երկար ժամանակ խոսք եք տալիս։ Դուխով, ոնց եք ասում, գնացեք ու քանդեք գարաժները։ այդ ավելի հին ռետրոյո տակացած Ավինյանն էր ասում։ Հիմա մի քիչ փոխել է մոտեցումը։ Կնքեք վարչական շրջանի հետ հողի վարձակալության պայմանագիր ձեր գործող ավտոտնակի համար։ Դուք այդ ավտոտնակը կկարողանաք շահագործել այս տրամաբանությամբ։ Եվ եթե դուք դիմում եք ինքնական շինությունը օրինականացնելու համար, մենք ստիպված ենք լինում մերժել, քանի որ դրանք մեծամասամբ գտնվում են ընդհանուր օգտագործման հողերի վրա, եւ մենք ստիպված ենք լինում հետագայում քանդել նաեւ այդ ավտոտնակները։ Ես ճիշտ հասկացա, որ օրենքով պետքա քանդեն մի հատ էլ այդ գարաժը, ինչը չեն անում, էլ ոնց որ օրենքը չեն պահում, բայց հələ մի հատ էլ քաղաքացուն հուշում են ոնց անի, որ հնարավորինս երկար մնա գարաժը բակերում ու զարդարի։ Դե մարդիկ չարչարվել են, գարաժն սարքել։ Հա, բայց այդ գարաժը ոնց որ 2 հատ ավտոյի տեղ է բանանում, զբաղացնում ու բացի դրանից տերերը հələ մի հատ էլ գարաժի վրա գրում են դեմը չկանգնեք, ով կանգնեց ոչխարը գարաժի վրա, որը մեծամասամբ անօրինական է вообще այդտեղ գտնվում։ Հա, ուղղակի առաջնահերթություն չի։ Մեզ համար բացարձակապես առաջնահերթություն չեն այն ավտոտնակները, որ ոչ միտեղ ոչ մեկին չեն խանգարում, չգիտեմ, խաղահրապարակ փոխարեն չեն։ Հանկացած գարաժի տեղում էլ կարա խաղահրապարակ լինի։ Չեմ ճոգում, համ դեմ են գարաժներին, համ մի հատ 3-ի վրա պուրակ, որ սարքում են, հպարտանում են, համ էլ նենց աշկովունքով հուշում են ոնց անեն, որ Հավիտյանս Հավիտենից այդ գարաժները մնան։ Դե սենց անեն գարաժներ, որտեղ համբալ օպելներ են կայանված, քանդենք էլեկտրոմոբիլների գարաժները, պահենք։ Մնացեք մեզ հետ։ Մերանուշ մեքենայացին գործընկեր Sky Motors-ը ունի GMC Conquer, Այ որը իր հերթին ունի 7 տոննա բեռնատարողությամբ բեռնատար շասի։ հասկացողը հասկացավ ինչ հզորություն ասա, մնաց գինը։
11.7 միլիոն, դե համեմատեք, մի հատ զգացեք այդ պահը եւ գնեք։ Բարի գալուս Sky Motors-ի նոր սրա Թբիլիսյանի վրա մեծ բիզնեսի մեջ մտնող իմ փոքրիկ բարեկամ։ Բայց իմ բիզնեսը ինչ կապ ունես ամեն ինչի հետ։ Դմբոն չի հասկանում։ Բա բիզնեսը ոնց է զարգացնելու եւ խնայելու առանց JMC էլեկտրական բեռնատար։ Իմը մեկա քաղաքի մեջ է, այնտեղ բեռնատար քշել չի կարելի։ Մերը կարելի է, շատ դմբո ես դու սկսնակ բիզնեսմենի համար։ Բայց իսկ կարող է խառը մեքենաներ պետք գան։ Համ էլեկտրական, համ բենզինով JMC մեքենաներ, համ Mazda եւ Suzuki, համ էլ եթե համը չհանես ու զարգանաս, մեծածախ պատվերներ կարող ես անել բոլորը մեկ տեղում։ Մենակ այս գույներն են։ Հատուկ սենց էսթետների համար ունենք լավ լուր։ Ներկելու հնարավորություն կարա լինի կապույտ, կարա լինի աչքերիդ գույնի։ Իսկ կարա լինի վարդագույն, իմը վարդերի բիզնես է։ Կարա լինի վարդագույն, վրենը գրած շնորհավոր ամաննոր եւ սուրբ ծնունդ։ Իսկ սպասարկում կա։ Էլ չգիտի ինչից կպնի։ Sky Motors, սպասարկում ու կես ձեր բիզնեսի եւ ինչու ոչ հենց ձեր բոլոր ավտոկարիքների համար։ Այսքաններ, այսօրվա Arm Comedy-ն։ Վերջում դիտեք օրվա վիդեո բոցը։ Հողերը հավաքագրեցինք, չտարանք մանկապարտեզները 3 կոպեկով, մենք գրպանեցինք, ճիշտ եք ասում։ Հողերը հավաքագրեցինք, չտարանք Սևանի ափին, մեզ դղյակներ սարքեցինք։ Հողերը հավաքագրեցինք, Ժորժ, լավ, հա, okay։ Դու գիտեի, որ JD Vance-ի կինը հունվարի 20-ին, այսինքն երկու շաբաթ առաջ հայտարարել է, որ էլի երեխա են սպասում 4 չոջուխը։ Գորե Գեղարդը ցույց տվեցին Գեղարդը։ Մասամբ հայ, այսինքն մի ժամանակ այստեղ անցկացրել Պրինետաուն։ Ասում եմ, հնարավոր է շուտ շուխուր տարածենք, որ Արա, բայց դու ջոգիր ինչքան, ոնց որ Նիկոլը գրած էր իր խոսքը, ասես, էլ շնորհակալություն, էլ հենց դուք, ձեր առաջնորդությունը, ու վերջում արա endorsement-ը գիտեք որ նայել որ Ամերիկայում ասում են իմ սաղաչոկները, իմ սաղ բանը, աջակցությունը քեզ են տալի։ Նա ես թարգմանիչը դա չթարգմանեց։ Առաջարկում եմ, այս ավելի խորությամբ OnlyFans-ում քննարկել։ Որովհետեւ Patreon-ը միացել է, կտեսնի։ Նոր ակցիա, միացեք Arm Comedy-ի Patreon-ին եւ ստացեք 5 տարվա երջանկություն, անզուսպ երջանկություն։ Հենց հիմա։